Ժողովուրդ ջան, ողջույն։ Տեսնում եք ինչ ջան եմ ասում, իրոք ձեզ շատ էի կարոտել։ Անհամբեր սպասում էի, թե երբ եմ վերցնելու այս հեռախոսը ու միացնեմ վլոգ, սկսեմ նկարահանել։ Հուսով եմ բոլորդ լավ եք, ամեն ինչ ձեզ մոտ նորմալ է։ Հիմա երևի շատերը ինձ չեն ճանաչում, ոմանք մոռացել են, բայց ասեմ, որ անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր որ դեռ սպասում են, դեռ նայում են իմ վլոգները եւ պարբերաբար ինձ գրում են։ Ինչ ասեմ, երբ ես որոշում եմ վլոգին շատ լուրջ մոտենալ, որպես աշխատանք դիտարկել, իմ կյանքում իրավիճակներ են լինում, որ ես էլ ոչ հավես եմ ունենում, ոչ էլ տրամադրություն։ Բայց հիմա որոշել եմ ձեզ հետ կիսվել մի հատ շատ արագ, հեշտ ու համեղ ուտեստով։ Սա այնքան արագ է պատրաստվում, որ օրինակ ամուսինս եթե ճանապարհին է լինում, ու ես տանը ոչինչ պատրաստած չեմ ունենում, միայն հավ է լինում, որովհետև մենք հավի դոշը հիմնականում չենք ուտում, այդ սպիտակ հատվածը, որպեսզի չգցեմ, ես ամեն անգամ սա եմ պատրաստում։ Դա հիմա ցույց կտամ, բայց մի երկու խոսքով ասեմ, թե ինչի ես վլոգներ չեմ տեղադրում, կամ ինձ հետևորդներից գրում էին, որ Հայաստանում եք եղել, ինչի այնտեղից վլոգներ չեք տեղադրել, չէ որ սիրուն վայրեր կային, ժամանցային տեղեր շատ կային, այո, բայց ասեմ, որ ես Հայաստան դեռ այլ նպատակով էի եկել, չէի եկել հանգստանալու, ման գալու, այլ եկել էի իմ եղբոր ընտանիքի կողքին լինելու, որը շատ ծանր ժամանակաշրջան է ապրում։ Մեկ ամիս է այո ինչ վերադարձել եմ ու ես նորից պիտի հետ գնամ, որովհետև նա իմ ընտանիքն է, մենք բոլորս ապրում ենք հիմա շատ ծանր ու դժվար ժամանակաշրջան։ Նաև եղբորս երեխաների ծննդյան օրերն են մոտենում, շատ եմ ուզում այնտեղ լինել, որ իրենց համար փուչիկներից ձևավորում անեմ։ Ովքեր չգիտեն, առիթից օգտվեմ, ասեմ, որ ես փուչիկների ձևավորում եմ անում բոլոր առիթների համար, այստեղ իմ Instagram-ը կգրեմ, նաև բացատրությունների բաժնում կդնեմ, կարող եք մտնել, նայել եւ ասեմ, որ բոլոր իմ հետևորդները ունեն 50% զեղչ։ Այդպես։ Բայց ասեմ, որ որոշել եմ նաև այս անգամ արդեն Հայաստանում էլ նկարել, համ ինձ զբաղված կպահեմ, համ երեխաների համար հետաքրքիր կլինի, որովհետև մտածում եմ իրենց էլ ընդգրկեմ վլոգների մեջ։ Ինչևէ, տեսնենք ոնց կստացվի։ Անցնենք գործի։ Ուրեմն ասեցի, չէ, որ այստեղ հավ է, իհարկե մենք դեռ չենք հասցրել ուտել այս հավը, բայց հիմնականում մենք ուտում ենք կողքի մասերը, բայց դոշը մնում է, այդ սպիտակ մասը մնում է եւ երբեմն Դավիթի համար ինչ եմ պատրաստում, ինչա կոչվում, դուք ասեք լավ։ Ինչ? Հա, բուրգեր եմ պատրաստում, այդպես շերտերով ամեն ինչ դնում եմ, այդ սպիտակ դոշը սիրուն կտրատում եմ եւ նա ուտում է, բայց այս անգամ քանի որ տանը պիցա կար, բնականաբար սա մնում է։ Չգիտեք, իմ տղան շատ հետաքրքիր եւ առողջ է սնվում, լամաջո, պիցա, բուրգերներ, պիրաշկիներ, էլ ինչ կա, մի երկու բան էլ դուք տակը կոմենտներում գրեք։ Լավ, շատ ուզում էի ձեզանից տեղեկանալ, քանի որ ես որոշել եմ փուչիկներ պատրաստել երեխաների համար այդ ձևավորումները։ Ուզում եմ, որ ինձ խորհուրդ տաք, ովքեր ինձ Հայաստանից են նայում, խնդրում եմ կոմենտներում նշեք կամ անհատական մեսիջով կարող եք գրել Instagram-ում, որտեղից կարող եմ ձեռք բերել փուչիկներ, որպեսզի ինձ հետ չբերեմ, որովհետև անհնար է Հայաստանում չլինի, ես պատկերացնում եմ, որտեղ Հայաստանում ամեն ինչ կա, միայն թե տեղերը ինձ խնդրում եմ գրեք, նշեք, որտեղից կարող եմ ձեռք բերել, որովհետև կարծում եմ ժամանակը սուղ կլինի։ Ինչևէ, շնորհակալ կլինեմ։ Այդպես հիմա անցնենք, ասեմ ինչ եմ անելու։ Ուրեմն հավը հիմա կտաքացնեմ եւ այդ դոշի մասը կառանձնացնեմ, երևի ցույց տամ, չէ, ոչ թե խոսեմ։ Ու դրա համար ինչա պետք առաջինը տաքացնել հավը։ Գնացինք տաքացնենք։ Իդեպ ես կողմնակից չեմ, որ պլաստմասե ամանների մեջ են տաքացնում։ Չնայած երբեմն արագ լինելու համար անում եմ, բայց ես համոզված եմ, որ դա առողջ հարար չի, այնպես որ հնարավոր է ես հիմա առանձնացնեմ, ափսեի վրա դնեմ, ինչու ոչ։ Այստեղ կդնեմ հիմա։ Կամ մեզ հիմա կօգնեն պատարագաղները, կամ էլ ձեռնոցները։ Ինչի՞ց է, որ Հայաստանում մենք, օրինակ այստեղ շատ ենք ուտում այս գրիլներից, կարելի է գրիլ ասել, չէ՞։
Բայց Հայաստանում շատ Հայաստան ասելիս նկատի ունեմ էջմիածնում, որովհետև ես էջմիածնում եմ եղել, կարելի է հիմնականում ասել, եւ շատ չոր է այնտեղի գրիլները։ Այստեղի հավերի մսի մեջ, անգամ որ հավը առանձնացնում ես, միսը այնքան հյութեղ ու ջրալի է, ու տպավորությունը այնպիսին է, ոնց որ երկար ժամանակ ինչ որ ջրի մեջ են համեմված, բայց ջրի մեջ են պահել, որտեղ շատ հյութեղ է։ Միսը իրայից առանձնանում է, ասես թափվում է, իսկ այնտեղ այնքան չոր է, անգամ միսը որ ծամում ես, կուլ չի գնում։ Ես չգիտեմ ինչից է, բայց խնդրում եմ էլի, այնպես սարքեք, որ այսպիսի ջրալի հավեր լինեն։ Իրոք շատ տարբեր տեղերից եմ փորձել, այնպես չի որ մեկի մասին եմ ասում, ոչ, ամեն տեղ նույնն էր։ Քանի սա տաքանում է, մի երկու խոսքով ներկայացնեմ ինձ, որտեղ ամիսը 1, տարին 1 վլոգներ դնելով ես կարծում եմ ինձ չեն ճանաչում շատերը։ Եվ ասեմ, որ ես ապրում եմ Լոս Անջելեսում, ունեմ 1 տղա։ Ինչ ասեմ, ցույց եմ տալիս այստեղի կենցաղը, կյանքը։ Եվ ինձ ձեր աջակցությունն է շատ պետք, որպեսզի ես ոգևորվեմ, որպեսզի իմ վլոգները առաջ գնան։ Ինձ պետք է որ դուք գոնե մեկնաբանություններում մի հատ սրտիկ, եթե իհարկե ցանկություն կա, կամ մի հատ ծաղիկ, մի հատ կետիկ նկատի ունեմ, պետք չի որևէ բան գրել, ընդամենը մի հատ սիմվոլ կարող եք դնել, որպեսզի մեկնաբանություն լինի, լայքեր լինեն, որպեսզի իմ վիդեոները տարածվեն, որովհետև անգամ այն մարդիկ, ովքեր բաժանորդագրված են, իմ նոր վիդեոները YouTube-ը իրենց չի ցույց տալիս։ Դրա համար, որպեսզի մի փոքր շարժ լինի, ձեր աջակցության կարիքն ունեմ։ Դա էլ այդպես։ Անչափ շնորհակալ եմ իմ հավատարիմ հետևորդներին, ովքեր շարունակում են գրել, ովքեր սպասում են, շատ բաներ կան, որ ձեզ հետ ուզում եմ խոսել, կիսվել։ Իդեպ ես Turkish Airlines-ով եմ գնացել, դրա մասին էլ կպատմեմ, ամբողջ ունեմ նկարած, ցույց կտամ, կմեկնաբանեմ այնտեղ, որովհետև հիմա չեմ հիշում շատ բաներ, բայց դա էլ ցույց կտամ։ Ինչևէ, շատ թեմաներ ունեմ ձեզ հետ խոսելու, աստիճանաբար հերթով այդ թեմաները կամփոփենք։ Մի հատ տեսնեմ ինչ եղավ։ Գիտեք ինչի եմ տաքացնում, որպեսզի հեշտ առանձնանա։ Դուք տեսնում եք անգամ ջուր կա այստեղ, ջուրը երևում է, իր մեջից է դուրս տալիս դա։ Հիմա տախտակի վրա, ավելի շուտ, հիմա նայեք ինչ եմ անում, նախ ձեզ մի քիչ կմոտեցնեմ, կամ կշրջեմ, այսպես։ Լավ եք։ Շատ լավ է։ Տեսակ ձեռնոցները հակա։ Ես շատ եմ սիրում ձեռնոցներով գործանել ու հեշտ է։ Հիմա նայեք ինչ եմ անում։ Չէ՞ որ մեզ այս ավելորդ մասերը, որը մենք ենք ուտում, պետք չեն։ Սա այսպես։ Սա էլ։ Տեսնում եք ոնց է պոկվում, ու ինչ ջրալի է։ Այսպես եմ ուզում էլի որ պատրաստեք, ինչ կլինի։ Այս մասերը մենք շատ ենք սիրում։ Իդեպ ես կաշին եմ հանում, երբևիցե կաշիով չենք ուտում, ուղղակի այս պահին կթողնեմ, հետո կհանեմ։ Քանի որ ես Դավիթին նախատեսել եմ նաև բուրգեր պատրաստել, մի հատված կթողնեմ, այս հատվածը կթողնեմ, իսկ այս մասով կսարքեմ, որովհետև ինձ շատ պետք չի, պարզապես ձեզ եմ ուզում ցույց տալ եւ ամուսինս կուտի։ Այստեղից էլ կարելի է վերցնել։ Տեսնում եք ոնց է առանձնանում միսը։ Այ այսքան ջրալի է։ Ես ինչքան յուղ, ինչքան ջիլ, ինչ կա ամբողջը առանձնացնում եմ։ Ես ինքս չեմ ուտում եւ ոչ ոքին էլ չեմ տալիս։ Այդ ձեռնոցները հարմար է սրա համար, որ ամբողջությամբ այսպես առանձնացնես։ Վերջում, տեսնենք այստեղ մի բան չմնաց, ոսկոր ու կրճիկ, չէ։ Հետո այս ամբողջը այսպես կհավաքեմ ձեռնոցի մեջ, այսպես կպտտենք, կհանենք, ձեռքերը մաքուր, սա նմանապես, տեսակ, հեշտ ու արագ։
Դա գցեցինք, բա հետո հիմա նոր ձեռնոցներ պիտի վերցնեմ։ Ուրեմն իմացեք ժողովուրդ, եթե դուք որոշել եք հաբով ուտեստ պատրաստել, ուրեմն մի քանի զույգ ձեռնոցներ պետք է ունենաք ձեռքի տակ։ Ինչ մի քանի զույգ, տեսնում եք։ Հիմա ինչ ենք անում։ Ինչ ենք անում։ Վերցնում ենք դանակը, նախ առաջինը մի հատ ջուր լցնենք։ Մասակը եռա, կափարիչ, ավելորդ պատերակաղները կհանենք, կփակենք, այսպես, կդնենք սառնարանը, էլ ինչա մեզ անհրաժեշտ, միանշանակ ձեր շրջան, այստեղ, տեսակ ինչ է, օթմիլ, դուք ինքներդ էլ գիտեք, չէ, ինչքան առողջարար է սա, դրա համար կարելի է, իդեպ սա շատ լավ նախաճաշել կլիներ, որովհետև շատ թեթև է, շատ համեղ, ինչև է, սա է մեզ պետք գալու, ջուրը և հիմա հավը պիտի մանրեցնենք, իդեպ այս սարքը հիմա որ դրել եմ, եթե միացնեմ, իմ հետևից պտտվելու է կամերան, բայց քանի որ այս սարքը պահանջում է, որ անմիջապես իր հավելվածով նկարեմ, իսկ դա ինձ դուր չի գալիս, այդ իսկ պատճառով ես միայն օգտագործում եմ որպես շտատիվ։ Հիմա ինչ ենք անում, լավ, սա արագ-արագ մանրեցնում եմ, որ մանր լինի, դանակով։ Հետո, այստեղ կաշի է մնացել, որը մեզ պետք չի։ Լավ մանրեցնում եմ, ոնց ենք աղցանի համար լրիվ առանձնացնում միսի իրարից, չէ, ոնց է հարիսայում, որ և ամբողջը առանձնանում է։ Այդպես էլ հիմա սա, եթե ձեր ուտողները շատ են, ապա դուք կարող եք շատ պատրաստել։ Ես ուղղակի գիտեմ մեր տանը ով է ուտելու, դրա համար շատ փոքր չափաբաժին եմ պատրաստում։ Դավիթը չի ուտում, ես մի փոքր կուտեմ և ամուսինս կուտի, որովհետև սպաս էլ ունեմ, շատ համեղ սպաս, շատ։ Կարող եք, չգիտեմ ոնց եմ գրել, չեմ հիշում, բայց հաստատ իմ բլոգներում կա թանով սպասը, միայն թանով է, ոչ խառնում եմ, ոչ մի բան, շատ հեշտ է պատրաստվում, շատ։ Ընդամենը թանի մեջ մի հատ ձու եմ գցում, թողնում եմ կրակին եռումա, արդեն իդեպ ես բլղուրով եմ պատրաստում, այո, բլղուրով, չեմ հիշում, որ համարն է, բայց մանրեցրածով եռացնում եմ, ավելի շուտ էփում եմ առանձին, հետո վերջում խառնում եմ։ Այդպես, հիմա սա տեսակ, որ արեցի, ինչ ենք անում սա, լցնում ենք, երևում է այդտեղ, երևում է այստեղ, լցրեցինք սա, մենք էլ կեղտոտ գործ չունենք, ձեռնոցները կարող ենք հանել, որովհետև ես ափսեները, դուք գիտեք, ես հաստ ձեռնոցներով լվանում, ոչ այս սրանով։ Հիմա կմիացնենք գազօջախը, կլցնենք ջուրը։ Այսքանը բավական է ու անպայման պիտի եռացնենք, որ համեղ ստացվի։ Միացրել եմ ես արդեն սա, այսպես։ Սև պղպեղ, պարտադիր պիտի անեք ու հա չմոռանամ ասեմ, ըստ ճաշակի մի փոքր շաքարավազ, բայց սա այդ դեպքը չի, հանկարծ չանեք։ Ինչևէ, այս աղերը շատ աղի են, զգուշ եղեք։ Իդեպ Հայաստանում էլ էին շատ աղի, ես գիտեի, թե միայն այստեղի աղերն են, բայց չէ, այնտեղ էլ մի փոքր օգտագործում էի, ասում էի, ինչ լավ է, շատ չեմ արել, թե չէ այս ճաշը ուտել չէր լինի։ Ժողովուրդ ճաշ ասեցի, հիշեցի։ Ուրեմն, քանի որ մեր երեխաները կարելի ասել չեն սիրում, որ ճաշի մեջ երևում է կանաչեղեն, պղպեղներ, ինչ էի էլ դրել,
հիշում եմ, որ ամեն ինչ կարելի ասել բացի մսից ու կարտոֆիլից, ինչ որ սոուս էի պատրաստում, գիտեք ոնց էի դրել, ամբողջը այսպես դրել էի, որ համը ուղակի տար ու հետո հանեի, թե չէ սոխը կտրել էի մի քանի մասի մեծ դրել էի, սխտորները դրել էի, կանաչեղենը այդպես դրել էի, բայց էլի բան եմ հիշում, դե պղպեղները բնականաբար դրել էի, ուզում եմ հիշեմ էլ ինչ էի դրել, բայց քույրս նկարել է, որովհետև երբ կափարիչը բարձրացրեց կաթսայի, ուշքից գնացել էր ու բերեց դա նկարեց, որովհետև ասեց սա բացառիկ դեպք է։ Իբր սուպ ենք ուտելու կամ ինչ-որ սոուս, բացում ես ու տեսնում ես ամբողջը այս մեծ կտորներով դրված էլի, բավականին զարմանալի էր իր համար, ու ասում եմ Քրիստիան նորմալ է, կարևորը համը լինի։ Երեխեքը միևնույնն է ուտում են միայն միսն ու կարտոֆիլը։ Ահա տեսնում եք եռում արդեն, հիմա ձեզ մոտեցնեմ նայեք։ Հիմա պիտի սա եռա, մի 5 րոպե կեռա, երբ համերը ամբողջությամբ ջրի հետ կխառնվեն, մենք կավելացնենք օդմիլ։ Սա։ Հեռու տանեմ, որ լավ տեսնեք։ Ասացի չէ, որ անցյալ անգամ ես գնացել էի Turkish Airlines-ով, Թուրքիայով եւ ասեմ, որ շատ գոհ էի։ Իդեպ ասեմ, որ Թուրքիայի տոմսերի մեջ ընդգրկված էր ամեն մեկից 2 չամադան բագաժ, պատկերացնում եք։ Ու հիմա դեռ տոմսերը չեմ գնել, բայց կարծում եմ, որ նորից Turkish Airlines-ով կգնամ, ասեմ, որ շատ ավելի լավ էր, քան լոտը, քան Լեհաստանինը։ Այդպես, չգիտեմ, որ հատվածում կդնեմ վլոգի, բայց ամբողջը կցույց տամ եւ կմեկնաբանեմ։ Կարող է վերջում, կարող է մեջտեղում։ Ժողովուրդ, ուզում եմ ձեզ ծանոթացնել այս սարքին, սա Ստամբուլի օդանավակայանն էր տեղադրված։ Սովորաբար մենք մոտենում էինք, երկար կանգնում այս էկրաններին նայում ենք, թե երբ ենք մեր գեյթի համարը գտնելու, իսկ հիմա կարող ենք մոտենալ այս սարքին, սեղմել այս կոճակը, ընտրել լեզուն, սկանավորել մեր կտրոնը եւ մեզ կտա մեր գեյթի համարը։ Բայց ես պահին ինձ կոդ չտվեց, որովհետեւ ես բավականին շուտ եմ մոտեցել, նայեք այստեղ գրում է, որ մոտեցի ժամը 6-ին, այսինքն 1 ժամ առաջ է գեյթերը բացվում։ Ասեմ, որ ամբողջ օդանավակայանով մեկ այս սարքերը տեղադրված են, այնպես որ կարող եք օգտվել։ Այստեղ արդեն ինքնաթիռում ենք եւ բոլորիս այսպիսի բաներ են բաժանել, հիմա ցույց տամ ինչ կա մեջը։ Խոզանակ, շատ դժվար եմ հանում, որովհետեւ մյուս ձեռքով նկարում եմ, ինչեւ է, ատամի պաստա, ատամի մածուկ։ Սա ականջների համար է նախատեսված, որ իբր դնես ու ձայն չլինի, բայց երբևիցե չեմ օգտագործել։ Սա նմանապես աչքերի համար է նախատեսված, սա երբեք չեմ օգտագործել։ Գուլպաներ, նասկիներ, ասեմ, որ պետք է գալիս։ Եվ հողաթափեր, տապչկաներ։ Իդեպ ասեմ, շատ հարմար էր, որովհետև երբ Դավիթը քնած էր, բնականաբար կոշիկները հանել էր, երբ զուգարան ուզեց, սա հագավ ու գնաց։ Շատ հարմար էր, իսկ սա որպես կոսմետիկա կօգտագործեմ վերջում։ Հիմա արագ անցնեմ ուտեստների վրայով, որ ձեզ չձանձրացնեմ։ Սա բրոկլի բիֆ բրինձով, կողքից պարտադիր ասեմ, որ դնում էին կարակ, ջեմ, աղցաններ, տավար ասա։ Բազուկով աղցան, կանաչ աղցան, սա վաֆլի էր, մի անկյունում խտացրած կաթը, իսկ մյուս անկյունում ջեմ։ Սա բրոկլիով ձվածեղ էր, տապակած կարտոֆիլով, անկյունում լցված էր աջիգը։ Այստեղ պանիրներ, վարունգով, մրգերը միշտ կային, կարակ, ջեմ, պարտադիր։ Սա ձվածեղ էր սնկով, դանակ պատարագաղները մի հատ ցույց տամ, ինչպես էին փաթեթավորված։ Չմոռանամ ասել, որ նաև իրենք հենց տաք թաց անձեռոցիկներ էին բերում ուտելուց առաջ, որ դու ձեռքի հետ մաքրեիր։ Նմանատիպ փոքրիկ կապսեներ միշտ կային կողքից, թե պանիր, թե վիչինա, թե զեյթուն։ Սա այդպես էլ չհասկացա, թե ինչ էր, սմետան էր, կիֆիր էր, ամեն դեպքում համեղ էր, մեջը պոպոկ կար, բայց քանի որ քաղցր չէր, ես որոշեցի ջեմով քաղցրացնել։ Այսպես իրականում շատ համեղ ստացվեց։ Սա փանքեյքներ էին, ոնց որ բանանով, թե անանասով, այդպես էլ չիմացանք, որովհետև չենք փորձել։ Սա հավի նագետսներ էին բրինձով, այստեղ սալմոն էր եւ տակը շատ համեղ աղցան կար, սալմոնը չկերա, բայց աղցանը կերա։
Այստեղ կարաք է նաև հալած պանիր, ասեմ, որ տակ հաց էին միշտ տալիս։ Սա չգիտեմ ինչ էր, փորձեցի, մուս էր, ինչ որ մուս էր, փորձեցի, բայց ընդհանրապես ինձ դուր չեկավ, այդպես էլ չկերա։ Միջանկյալ այսպիսի բուտերբրոդներ էին պանիրով բաժանում, ասեմ, շատ համեղ էր, ֆետա աղի պանիր էր պամիդորով։ Դե բնականաբար վերջում պիտի լիներ սուրճը, իմ շոկոլադներով։ Մի հատ աղը տեսնենք լավ է, թե ոչ։ Ես միշտ առաջարկում եմ առաջինը ձեզ, բայց հետո միշտ մտածում եմ կարող է դուք չասեք ճիշտը, սպասեք ես ինքս։ Իսկ ինչ աղի է։ Կարելի է ջուր ավելացնել։ Կամ էլ ոչ։ Մտածում եմ, մի փոքր էլ համը տեսնեմ։ Կարծում եմ, եթե ես օտմիլը ավելացնեմ ու նորից համը տեսնեմ, աղի լինի, մի փոքր ջուր կարելի է ավելացնել։ Небольшая потеря։ Աղի է։ Կարելի է մի փոքր սև պղպեղ, մերը մի փոքր, որովհետև սա կծու է։ Եվ արդեն կարելի է ավելացնել սա։ Ոյ, լավա չընկավ։ Եկեք լավ ձեզ մոտեցնեմ, նայեք։ Այս սա կլցնենք, հիմա ես այստեղ նայեմ, դուք էլ նայեք էկրանին։ Շատ մի լցրեք, որովհետև պնդանում է։ Ու եթե զգաք, որ մի փոքր ջուր է պետք ավելացնել, կարող եք ավելացնել։ Մի փոքր կարող եմ իջեցնել գազը։ Այսպես է եփվի։ Վերջում զանգվածը ցույց կտամ։ Ես հիմա զգում եմ, որ մի փոքր ջուր է պետք ավելացնել, որպեսզի ուռի, որպեսզի ջուրը քաշի մեջը, որտեղ դեռ չոր է։ Դավիթ! Հանգիստ կամ դուռը փակի։ Որպեսզի ուռի, որովհետև դեռ չոր է։ Ես զգում եմ, որ ջուր պետք է մի քիչ ավելացնել։ Ժողովուրդ, բա մի հատ չեք ասում, ինչպես է մազերս այսպես։ Մի քիչ փոփոխություն եմ ուզում, որոշել եմ էլ չհարթուկեմ, որովհետև ամբողջ ծայրերը վառվում է, շրվում է։ Ու ուզում եմ մի քիչ, իդեպ սա հատուկ բիգուդիներ եմ գնել, երկար, Ամազոնից եմ գնել, շատ հարմար է, պտտում եմ, ավելի շուտ մազը պտտում եմ վրան, հետո իրան եմ իրարով պտտում։ Լավ ինչ-որ միտեղ ցույց կտամ, որն է, էլի։ Ինչ ա եղել, դավ ջան, վերցրուս է։ Մի քիչ կամաց դուռն էլ փակիր, հա։ Հա, ինչ էի ասում, տղաս եկավ, ինձ շեղեց։ Հա, եթե ուզում եք, որ մեծ կտորներ չլինեն, չնայած այնպես չէր, ես տեսակ լավ մանրեցրել էի։ Կարող եք ընդամենը գթալով կամ պատարակաղով տրորել։ Բայց մեզ համար միևնույնն է, ես այսպես էլ եմ ուտում, ամուսինս էլ է ուտում։ Ովքեր ուզում են, կարող են վերջում կարագ ավելացնել, օրինակ իմ ամուսինը շատ է սիրում, որ յուղոտ լինի, վերջում մի կտոր կարագ եմ դնում, սիրով ուտում է։ Ես հիմա կփորձեմ մի փոքր, բայց գթալով հարմար չի, ուզում եմ պատարակաղով։ Այ հիմա լավ կլինի, բայց շատ տաք է, համբերություն։ Լավ էլի, լտեսեք ուր է անգել, տեսնում եք, լավ մի հատ փորձեմ, հետո կմաքրեմ։ Ժողովուրդ, մի քիչ աղի է, ես ջուր կավելացնեմ։ Չմտածեք, հաստատ վերջում ջուր չեմ խմելու։ Սա հիմա մի փոքր էլ է ջուր պետք, պահանջում է, ոչ թե պետք է։ Այ հիմա կարծում եմ շատ լավ կլինի։ Մի հատ էլ լավ կլինի, որ
այս վրային կածը վերցնեմ, դուք տեսնում եք, վերցնեք, չէ լավ ես կվերցնեմ։ Այ հիմա պատրաստ է ու կարծում եմ շատ համեղ է։ Գնանք բակում ուտենք։ Այ հիմա շատ համեղ է։ Մի հատ մոտեցնեմ նայեք։ Տեսնում եք լրիվ հարիս է։ Ժամերով եփել պետք չի, շատ համեղ է, փորձեք կտեսնեք։ Եվ առողջարար։ Քանի որ ես շատ սոված չեմ, բայց ուզում եմ ձեզ հետ ուտել, այս ապսեն բավական է։ Ովքեր սիրում են կարագ, կարող են մի փոքրիկ կտոր դնել վրան։ Ինչ վերցնեմ, որ գնանք։ Մի հատ տեսնենք դրսում ինչ եղանակ կա։ Ինձ համար իհարկե այստեղ հով է, շատ նստելու համար, բայց ես մի բան կգցեմ ինձ վրա կգամ։ Այստեղ բոլորը լողում են։ Դավիթը չուզեց, առաջարկեցի, ասեցի Դավիթ ջան գնանք լողաս։ Չուզեց, որովհետև խաղում է ընկերոջ հետ, հեռախոսով։ Բայց ես կգամ հիմա այստեղ ձեզ հետ կնստեմ։ Ես եկա ժողովուրդ, բայց ցուրտ է։ Միկրոֆոնս չեմ փակի, բայց ընդհանուր սառն է։ Հա արևի տակ պիտի նստեմ իրենց նման, որ կարողանամ տաքանամ, թե չէ այստեղ սառն է։ Հետո ասեմ իմանաք, որ ինձանով մի չափեք, ես մրսկան եմ։ Մեկ-մեկ ասել եմ, չէ, որ ամուսնուս ասում եմ, վայ, ես ինձ ցուրտ է, ասում եմ, գոնե մի ասա ցուրտ է, ասա ես ինչ հով է։ Ժողովուրդ մի հատ ասեք, էլի մազերս այսպես ինչպես է։ Կգրեք, հա, կոմենտներում։ Առավել եւս, որ ես խնդրեցի, չէ, ձեզ, որ աջակցեք, որ ինձ ողջևորեք, որովհետև հիմա ձեզանից շատ բան կախված է, թե ես ինչ հաճախականությամբ արդեն կշարունակեմ նկարահանել վլոգներս։ Այնպես որ խնդրում եմ ինձ ողջևորեք։ Հիմա ուտում ենք։ Շատ համեղ է ժողովուրդ, շատ։ Խնդրում եմ, մի հատ կպատրաստեք եւ ինձ հետ կկիսվեք, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Ինձ համար չի տարբերվում։ Մնում է տեսնենք դուք ինչ կասեք։ Այսքան արեցի, վերջում մի կտոր ոսկոր։ Թող հավաճի։ Տեսնում եք ժողովուրդ, այս ընթացքում, որ ձեզ հետ շփվում էի, լրիվ ինձ մտահոգող, տանջող հարցերը մղվեցին երկրորդ պլան։ Միտքս թեթևացավ, պայծառացավ։ Դրա համար ինչքան եմ կարևորում ես մարդկային շփումը։ Ինձ համար սա էլ է շփում, անկախ նրանից, որ ես ձեզ չեմ տեսնում, բայց միևնույնն է սա էլ է շփում։ Ու ես օրինակ շատ եմ էլի վերլուծում, թե ինչի են այստեղ մարդիկ շատ հակված դեպրեսիաներին, որովհետև իրանք մենակ են։ Բայց մտածում եմ, որ շատ անգամ դու ինքդ պիտի ուզենաս այդ իրավիճակից դուրս գաս, դու ինքդ քեզ փորձես հանել։ Ինչևէ, շատ դժվար է, մենակ մարդ լինելը շատ դժվար է։ Օրինակ ես ինչքան էլ այստեղ ունեմ միջավայր, շրջապատ, մտերիմ ընկերներ, միևնույնն է, երբ ընտանիքդ կողքդ չի, դու լիարժեք չես, դու կիսատ ես։ Ու ամեն ինչ շատ լավ է, երբ
քո կյանքում ամեն ինչ սահուն, հարթ գնում է, բայց երբ ինչ որ մի բան այն չի լինում, դու զգում ես քո ընտանիքի կարիքը, իրանց աջակցության, իրանց ներկայության, որովհետև ես ինքս կոնկրետ իրենցով եմ թեթևանում, բուժվում, չգիտեմ, ամեն դեպքում ինձ համար քույր եղբայրը դա Աստծո տված պարգև է, մենք պետք է իրար շատ գնահատենք, սիրենք, ինչևէ այդպես, այս գեղեցիկ նոտայով էլ ուզում եմ վերջացնել իմ վլոգը, բոլորիդ նորից ասել, որ ես ձեզ շատ սիրում եմ, շատ շնորհակալ եմ, որ ինձ դիտում եք, իմ կողքին եք, ձեզ լավ օրվա շարունակություն։ Չգիտեմ ես երբ կմեկնեմ, բայց եթե արդեն այստեղից չլինեն վլոգները, ուրեմն կլինեն արդեն Հայաստանից։ Պաչիկներ ձեզ, լավ եղեք։